Առողջության համընդհանուր ապահովագրությունն արդեն մի քանի օր է պաշտոնապես ուժի մեջ է Հայաստանում։ Գյումրեցի Սուսաննա Բարսեղյանը պաշտոնական լրահոսին հետևում էր դեռ անցած տարեվերջից։ Տեղեկացված է, որ իր տարիքային խումբն ընդգրկված է ապահովագրությունից անվճար օգտվողների ցանկում։ Մեր հանրության գրեթե 50-ից 60%-ը հաշվի առնելով այս մեր հիվանդությունները ունեին կարիք եւ շատ ողջունելի է դա։ Գյումրու առաջին պոլիկլինիկայում հետաքրքրվողները հիմա շատ են։ Մեծահասակները, այսինքն 60-ից պլյուս տարիքի անձինք, բնակչությունը արդեն տեղյակ է ապահովագրության մասին, մոտենում են, հարցնում են արդյոք ճիշտ է, արդյոք գործում է, եւ մենք նրանց մանրամասն փորձում ենք բացատրել, որ այո, գործում է եւ միտված է առողջապահական համակարգի ավելի բարելավման, նորից կրկնում եմ, հասանելիության ու հուսալիության բարձրացմանը։ Արդեն հասցրել են նաև ապահովագրված բուժառուների ուղարկել բուժհաստատություններ։ Օգտվողներ կան, արդեն ունեցել ենք դեպքեր, ուղարկել ենք կորոնարոգրաֆիայի, ծնգանհոդի MRT հետազոտության, որոնք մեզ են դիմել, այսինքն առողջապահության առաջնային պահպանման օղակ են դիմել բժշկի ցուցումով, այսինքն եղել է նեղ մասնագետի մոտ, նեղ մասնագետի կողմից ուղղորդվել են առաջնային ապահովման օղակ, այստեղից էլ էլեկտրոնային տարբերակով ուղեկրվել են նշված բժշկական հաստատություններ։ Եվ Գյումրի բժշկական կենտրոն եւ քաղաք Երևանի հիվանդանոցներն ունենք բնակիչներ, որ գալիս ասում են կլինի մի հատ ԿՏ հետազոտություն, ասեն կլինի MRT հետազոտություն, մենք մանրամասն փորձում ենք բացատրել, որ պետք է լինի բժշկի ցուցում։ Համակարգը նոր է ներդրվում եւ բուժաշխատողները եւս նոր են ծանոթանում։ Բազմաթիվ հարցեր կան, դժվարություններ, բայց դրանք ընթացս կկարգավորվեն։ Ամենակարևորը ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատուի ունեցան այդ համարձակությունը երկար սպասված քննարկված համակարգը ներդնելու։ Ունեինք մի խավ, որը անցել էր կենսաթոշակի, ստանում էր իր տարիքային կենսաթոշակը, որևէ այլ արտոնություն չուներ օգտվելու առողջապահական պետական պատվերով տրամադրվող որևէ առողջապահական ծրագրից եւ ամենախոցելի խավն էր, ընդհանրապես ապրում էր իր կենսաթոշակով ու շատ հաճախ էին լինում մեզ այստեղ դիմումներ, վարչություն շատ հաճախ դիմում էին, մենք փորձում էինք հնարավորինս ֆինանսական աջակցություն տրամադրելով կամ ինչ-որ այլ տարբերակ փնտրելով իրենց այդ առողջապահական ծառայությունը ինչ-որ ձևով փակել, բայց հիմա, երբ որ արդեն ներդրվեց առողջապահության ապահովագրական այս համակարգը, այդ խավը ամբողջությամբ այդ խնդրից փաստորեն ինքը կարող է օգտվել առողջապահական ծառայություններից առանց որևէ խնդրի։ Առողջության ապահովագրությունից այս տարի կարող են օգտվել 65-նանց մարդիկ, անչափահասները, հաշմանդամություն ունեցող անձինք, նպաստառուները, զոհված զինծառայողների ընտանիքներն ու 200,000-ից բարձր աշխատավարձ ստացողները։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։